Այս տեսանյութը այն զվարճալի եղանակի մասին է, որով հաշվում էինք պին։ Շուրջ 2000 տարի ամենահաջող տարբերակը չափազանց դանդաղ և հոգնեցնող էր, բայց հետո Իսաակ Նյուտոնը եկավ և փոխեց խաղի կանոնները։ Կարելի է ասել նա վազանցեց պին, և ես ցույց կտամ, թե ինչպես, բայց նախ պին պիցցաներով։ Կտրենք պիցցայի չորուկը և դնենք նույնական պիցցաների վրա։ Կտեսնենք, որ այն անցնում է 3 և մի քիչ պիցցաների վրայով։ Սա պին է։ Շրջանագծի երկարությունը մոտ 3,14 անգամ մեծ է նրա տրամագծից, բայց պին կապված է նաև շրջանի մակերեսի հետ, որը պարզապես Պիեր քառակուսի է։ Բայց ինչու է Պիեր քառակուսի։ Պիցցան կտրենք շատ փոքրիկ կտորներով, հետո դրանցով ուղղանկյուն կազմենք։ Այս ուղղանկյան մակերեսը երկարություն անգամ լայնություն է։ Ուղղանկյան երկարությունը շրջանագծի երկարության կեսն է, որովհետև չորուկի կեսը մի կողմում է, իսկ մյուս կեսը մյուս կողմում, այսինքն երկարությունը Պիեր է, իսկ լայնությունը պարզապես պիցցայի կտորի երկարությունն է, որը նախնական շրջանի շառավիղն է։ Այսպիսով մակերեսը Պիեր անգամ R-ը և հավասար է Պիեր քառակուսի։ Իսկ միավոր շրջանի մակերեսը պարզապես պի է։ Հիշեք սա, քանի որ ավելի ուշ պետք կգա։ Եվ ո՞րն էր զվարճալի տարբերակը, որով հաշվում էինք պին։ Դե դա ամենաակնհայտ ձևն է։ Հեշտ է ցույց տալ, որ պին պետք է լինի 3-ի և 4-ի արանքում։ Վերցնենք շրջանագիծ և դրա ներսում գցենք վեցանկյուն, որի կողմի երկարությունը 1 է։ Կանոնավոր վեցանկյունը կարելի է տրոհել 6 հավասարակողմ եռանկյունների։ Այսինքն շրջանագծի տրամագիծը 2 է։ Վեցանկյան պարագիծը 6 է, իսկ շրջանագծի երկարությունը պետք է դրանից մեծ լինի, ուստի պին պետք է մեծ լինի 6-ը բաժանած 2-ից, այսինքն պին մեծ է 3-ից։ Այժմ շրջանագծին արտագծենք քառակուսի։ Քառակուսու պարագիծը 8 է, ինչը մեծ է շրջանագծի երկարությունից, ուստի պին պետք է փոքր լինի 8-ը բաժանած 2-ից, այսինքն պին փոքր է 4-ից։ Իրականում սա հայտնի էր հազարավոր տարիներ առաջ, իսկ հետո մեր թվարկությունից առաջ 250 թվականին Արքիմեդեսը կատարելագործեց այս մեթոդը։ Սկզբում նա սկսեց վեցանկյունից, ինչպես դուք, հետո այդ վեցանկյունը տրոհեց 12 անկյունի։ Դա 12 կողմ ունեցող կանոնավոր պատկեր է։ Նա հաշվեց դրա պարագիծը, որի հարաբերությունը տրամագծին պիից փոքր կլինի։ Նույն բանը արեց արտագծված 12 անկյամբ և գտավ պիի վերին սահմանը։ Հաշվարկներն այժմ շատ ավելի բարդացան, քանի որ նա պետք է քառակուսի արմատներ և քառակուսի արմատների քառակուսի արմատներ հաներ և այդ ամենի հարաբերությունը հաշվեր։ Բայց նա հաշվարկեց 12 անկյամբ, հետո 24 անկյամբ, 48 անկյամբ և երբ հասավ 96 անկյան, կարծես բավարար էր, բայց ի վերջո ստացավ, որ պին պետք է լինի 3,1408-ի և 3,1429-ի արանքում։ Ավելի քան 2000 տարի առաջվա համար դա այնքան էլ վատ չէ։ Կարծես դա այն ամբողջ ճշգրտությունն է, որ պետք է պիի համար։ Ճիշտ է, սա արդեն ավելին է, քան որևէ գործնական կիրառության համար անհրաժեշտ ճշգրտությունը։ Սա արդեն մկանները ցույց տալու պես մի բան է։ Ցույց ես տալիս, թե մաթեմատիկայից որքան հզոր ես, որ կարող ես պիի նման հաստատունները հաշվարկել շատ բարձր ճշգրտությամբ։ Հետագա 2000 տարիների ընթացքում բոլորն այսպես էին վարվում։ Բազմանկյունները տրոհում էին խելահեղ անգամներ։ Չինացի, հնդիկ, պարսիկ և արաբ մաթեմատիկոսները իրենց ներդրումն ունեցան պին հաշվարկելու Արքիմեդեսի մեթոդի մեջ։ 16-րդ դարի վերջում ֆրանսիացի Ֆրանսուଆ Վիետը Արքիմեդեսից 10 անգամ ավելի շատ մասերի էր տրոհել և հաշվարկել 393,216 կողմ ունեցող բազմանկյան պարագիծը։ Բայց 17-րդ դարասկզբին հոլանդացի Լուդոլֆ վան Քյոլենը անցավ նրան։ 25 տարվա ջանքերից հետո նա կարողացավ ճշգրիտ հաշվարկել 2,62 աստիճան հատ կողմ ունեցող բազմանկյան պարագիծը։ Դա 4 կվինտիլիոն, 611 կվադրիլիոն, 686 տրիլիոն, 18 միլիարդ 427 միլիոն 387 հազար 904 հատ կողմ է։ Եվ ո՞րն էր պարգև այդ ողջ քրտնաջան աշխատանքի դիմաց։ Ստորակետից հետո ընդամենը 35 ճիշտ նիշը։ Այս թվերը գրված են նրա տապանաքարի վրա։ 20 տարի անց նրա ռեկորդը գերազանցեց Քրիստոֆ Գրինբերգերը, ով ստացավ ստորակետից հետո 38 ճիշտ նիշ։ Բայց նա վերջինն էր, որ այսպես արեց։ Ըստ էության այո, որովհետև շատ չանցած ասպարեզ եկավ սըր Իսաակ Նյուտոնը։
Նյուտոնի կողմից իր մեթոդը ներկայացնելուց հետո այլևս ոչ ոք այն անկյուններ չի տրոհում։ 1666 թվականն էր։ Նյուտոնը ընդամենը 23 տարեկան էր։ Նա տնային կարանտինի մեջ էր, բուբոնային ժանտախտի համաճարակի պատճառով։ Նյուտոնը խաղում էր 1 գումարած x քառակուսու նման պարզ արտահայտություններով։ Կարող ենք փակագիծը բացել եւ կստանանք 1 գումարած 2x գումարած x-ի քառակուսի։ Իսկ ինչ կարելի է ասել 1 գումարած x-ի խորանարդի մասին։ Կարող ենք բազմապատկել անդամները եւ ստանալ 1 գումարած 3x գումարած 3x քառակուսի գումարած x-ի խորանարդ։ Նույնը կարելի է անել 1 գումարած x-ի 4-րդ աստիճանի, 5-րդ աստիճանի համար եւ այդպես շարունակ։ Բայց Նյուտոնը գիտեր, որ կա օրինաչափություն, որը թույլ է տալիս բաց թողնել ամբողջ հոգնեցուցիչ թվաբանությունը եւ միանգամից ստանալ պատասխանը։ Այս հավասարումների մեջ եղած թվերը x-ի, x քառակուսու եւ մնացածի գործակիցները ըստ էության Պասկալի եռանկյան թվերն են։ Ցուցիչը, որով 1 գումարած x աստիճան է բարձրացվում, համապատասխանում է եռանկյան տողին։ Պասկալի եռանկյունը կառուցելը շատ հեշտ է։ Այն հայտնի էր դեռևս հին հույններին, հնդիկներին, չինացիներին, պարսիկներին, բազմաթիվ տարբեր քաղաքակրթություններ բացահայտել են այն։ Այն ամենը, ինչ պետք է անել, հետևյալն է. ամեն տողի երկու հարևաններին գումարում եք իրար եւ ստանում հաջորդ տողի անդամները։ Ուստի սա իսկապես շատ արագ եւ հեշտ բան է։ Օրինակ 1 գումարած x-ի 10 աստիճանի գործակիցները կարող եք հաշվել 1 վայրկյանում, ոչ թե նստեք եւ այդ ամբողջ հանրահաշիվն անեք։ Մի բան, որ հմայեց ինձ, երբ նայեցի այս փաստաթղթերին, այն էր, որ տեսեք, ես այս լեզուներով չեմ խոսում, ես չգիտեմ այս թվային համակարգերը, բայց այնուամենայնիվ ակնհայտ է, օրվա պես պարզ է, որ դրանցում նույն բանն է գրված։ Այն, ինչ այսօր արևմտյան աշխարհում անվանում ենք Պասկալի եռանկյուն։ Դա է մաթեմատիկայի գեղեցկությունը, այն վեր է մշակույթից, վեր է ժամանակից, վեր է մարդկությունից, այն կլինի մեզնից հետո հին քաղաքակրթությունները, այլմոլորակային քաղաքակրթությունները, բոլորն էլ կիմանան Պասկալի եռանկյան մասին։ Մարդիկ ժամանակի ընթացքում Պասկալի եռանկյան թվերը հաշվելու համար ընդհանուր բանաձև են ստացել։ Այսպիսով կամայական տողի թվերը կարելի է հաշվել առանց դրան նախորդող տողերը հաշվելու։ 1 գումարած x-ի n աստիճանը հավասար է 1 գումարած n անգամ x գումարած n անգամ n հանած 1 անգամ x-ի քառակուսի բաժանած 2-ի ֆակտորիալ գումարած n անգամ n հանած 1 անգամ n հանած 2 անգամ x-ի խորանարդ բաժանած 3-ի ֆակտորիալ եւ այդպես շարունակ։ Սա բինոմիալ թեորեմն է։ Բինոմիալ, որովհետև կա ընդամենը 2 անդամ, 1 եւ x, իսկ b նշանակում է 2, բինոմիալ, երկանդամային։ Եվ սա թեորեմ է, որովհետև կարելի է շատ խիստ ապացուցել, որ այս բանաձևը տալիս է ճիշտ այն գործակիցները, որ կան Պասկալի եռանկյան մեջ։ Եվ այս ամենը արդեն հայտնի էր Նյուտոնի օրոք։ Այո, ճիշտ այդպես, բոլորը գիտեին սա։ Բոլորը տեսել էին այս բանաձևը, բայց ոչ ոքի մտքով չէր անցել այս բանաձևի հետ անել այն, ինչ արեց Նյուտոնը, այն է խախտել բանաձևը։ Ստանդարտ բինոմիալ թեորեմը պնդում է, որ այն կարելի է կիրառել միայն այն դեպքում, երբ n-ը դրական ամբողջ թիվ է։ Իսկապես, այս ամենը 1 գումարած x-ը որոշակի թվով անգամներ ինքն իրեն բազմապատկելու մասին է։ Բայց Նյուտոնն ասում է, թքած, ուղղակի կիրառենք թեորեմը։ Մաթեմատիկայում բացահայտում ենք օրինաչափությունները, հետո դրանք ընդլայնում եւ փորձում պարզել, թե որտեղ են դադարում աշխատել։ Ուստի նա փորձեց 1 գումարած x-ի -1 աստիճանը։ Դա 1-ը բաժանած 1 գումարած x-ն է։ Ինչ կլինի, եթե բանաձևի աջ մասում կուրորեն տեղադրեմ n-ը հավասար է -1։ Ստանում ենք, որ անդամների նշանները հերթականորեն փոխվում են՝ +1, -1, +1, -1 եւ այդպես շարունակ մինչև անվերջություն։ Ստացվում է 1 հանած x գումարած x քառակուսի, հետո հանած x խորանարդ գումարած x-ի 4-րդ աստիճան, հանած x-ի 5-րդ աստիճան եւ այլն։ Այսպիսով սա պարզապես շարք է, որի գործակիցները հերթով փոխվող պլյուս եւ մինուս նշաններն են։ Այսինքն դա դառնում է անվերջ շարք։ Այո, ճիշտ է։ Եթե դրական ամբողջ թիվ չէ, ապա Նյուտոնի բինոմիալ թեորեմը անվերջ գումար է տալիս։ Բայց ինչպես եք բացատրում այն, որ բոլոր դրական ամբողջ թվերի դեպքում ունենք անդամների վերջավոր բազմություն, իսկ հիմա ստանում ենք անվերջ բազմություն։ Տեսեք, թե ինչ է լինում, երբ ունենք դրական ամբողջ թիվ։ Հիշում եք այդ բանաձևը, գործակիցներն էին n անգամ n հանած 1 անգամ n հանած 2 եւ այլն։ Եթե n-ը դրական ամբողջ թիվ է, ապա ի վերջո հասնում ենք n հանած n-ին, որն էլ հավասար է 0-ի։ Ուստի այս գործակիցը եւ դրան հաջորդող բոլոր գործակիցները 0-ներ են։ Ահա թե ինչու է գումարը վերջավոր։ Դա վերջավոր եռանկյուն է, բայց երբ դուրս են գալիս դրական ամբողջ թվերով եռանկյունից, ապա երբեք չենք հասնում n հանած n-ին, որովհետև n-ը դրական ամբողջ չէ, ուստի ստանում ենք անվերջ շարք։ Կարծում եմ կարևոր հարցն այն է, թե արդյոք սա իսկապես աշխատում է։ Նյուտոնի անվերջ շարքը իրականում տալիս է 1-ը բաժանած 1 գումարած x-ի արժեքը։ Ճիշտ է, եւ դա կարող է անհեթեթություն լինել։ Բազմաթիվ մաթեմատիկական բանաձևեր կան, որոնք կարող են չաշխատել, եթե այսպես վարվենք։ Հենց այնպես չէ, որ կանոններ կան, բայց միշտ պետք է իմանանք, թե կանոնները ավելի հեռուն աշխատելու ինչ շանսեր ունեն։
Եթե վերցնենք այս ամբողջ շարքը եւ բազմապատկենք 1 գումարած x-ով, ապա կտեսնենք, որ բոլոր անդամները կրճատվում են բացի առաջին մեկից։ Այսինքն այդ ամբողջ շարքը անգամ 1 գումարած x-ը հավասար է 1-ի, այլ կերպ ասած այդ շարքը հավասար է 1-ը բաժանած 1 գումարած x-ի։ Ահա այսպես Նյուտոնն ինքն իրեն ապացուցեց, որ իմաստ ունի այդ բանաձևը կիրառել այնտեղ, որտեղ պետք է որ կիրառելի չլիներ։ Նյուտոնը համոզվեց, որ բինոմիալ թեորեմը աշխատում է նաև n-ի բացասական արժեքների դեպքում, ինչը նշանակում է, որ Պասկալի եռանկյունը կարելի է ընդլայնել։ 0-րդ տողից վերև կարելի է ավելացնել 0 և 1, որոնց գումարը կտա առաջին մեկը։ Հետո այս տողը շարունակվում է -1, +1, -1, +1 և այդպես շարունակ մինչև անվերջություն։ Ստանդարտ եռանկյունից դուրս պետք է 0-ներ լինեն, ինչը այդպես է։ Իրար հաջորդող պլյուս և մինուս մեկերի գումարը դրանցից ներքև ամենուր 0-ներ է տալիս։ Բացասական ամբողջ թվերի համար շարքերը կարելի է գտնել ինչպես բինոմիալ թեորեմով, այնպես էլ պարզապես գտնելով, թե որ թվերի գումարն է տալիս ներքևի թվերը։ Եվ ահա զարմանալի մի բան, եթե մի պահ անտեսենք մինուս նշանները, ապա կտեսնենք, որ սրանք ճիշտ նույն թվերն են, դասավորված նույն ձևով, ինչ հիմնական եռանկյան մեջ։ Պարզապես ամբողջը պտտվել է մյուս կողմի վրա։ Բայց Նյուտոնը կանգ չի առնում ամբողջ թվերի վրա, հաջորդիվ նա փորձում է կոտորակային աստիճանները, օրինակ 1 գումարած x-ի 1/2 աստիճանը։ Այսինքն ինչ է ստացվում, ունենք 1 գումարած x-ի 1/2 աստիճան, որը նույնն է ինչ քառակուսի արմատ 1 գումարած x-ը, եւ նա ուզում է հասկանալ, թե արդյոք դա նույն ձևով է բացվում։ Բինոմիալ թեորեմի մեջ տեղադրելով n-ը հավասար է 1/2, նա անվերջ շարք է ստանում։ Ստացվում է կարող ենք մտնել Պասկալի եռանկյան մեջ, ուռեցնել այն եւ մեզ ծանոթ տողերի արանքում կոտորակներ ավելացնել։ Շատ ճիշտ է, 0 և 1-ի արանքում նույնիսկ Պասկալի եռանկյունների կոնտինյուում կա, թվերի անվերջ բազմություն, որոնք կարող ենք որպես աստիճան ընտրել։ Կարելի է պատկերացնել, որ յուրաքանչյուր կոտորակ, օրինակ 1/2, 1/4, 1/3 գտնվում է իր առանձին հարթության մեջ, որոնցից յուրաքանչյուրում թվերի զույգերը գումարվում են իրար եւ ստացվում է դրանց ներքևի թիվը։ Այլևս պարտադիր չէ, որ դրական ամբողջ թիվ լինի։ Պարտադիր չէ, որ լինի դրական ամբողջ թիվ, որ լինի բացասական ամբողջ թիվ, որ լինի ամբողջ թիվ։ Այժմ վերցնենք n-ը հավասար է 1/2։ Նա ասա գլուխ բերեց եւ հետո կարող էր նմանատիպ ամեն բան անել։ Օրինակ նա կարող էր շատ արագ եւ արդյունավետ հաշվել քառակուսի արմատ 3-ը։ 3-ը կարող ենք ներկայացնել որպես 4 հանած 1։ Եթե 4-ը ընդհանուր հանենք եւ դուրս բերենք արմատի տակից, ապա կստանանք 2 անգամ քառակուսի արմատ 1 հանած 1/4։ Եթե այս շարքի մեջ x-ի փոխարեն տեղադրենք -1/4, ապա կստանանք շատ սրընթաց զուգամիտող շարք, որի միջոցով կարող ենք շատ արագ եւ բարձր ճշգրտությամբ հաշվել քառակուսի արմատ 3-ը։ Նյուտոնին հատկապես հետաքրքրում էր n-ը հավասար է 1/2, քանի որ միավոր շրջանագծի հավասարումն է x-ի քառակուսի գումարած y-ի քառակուսի հավասար է 1։ Y-ի նկատմամբ լուծելու դեպքում շրջանագծի վերին հատվածի համար ստացվում է y-ը հավասար է 1 հանած x քառակուսում 1/2 աստիճան։ Ըստ էության սա նույն արտահայտությունն է, միայն թե պետք է x-ի փոխարեն տեղադրել -x քառակուսի, ինչը մինուս նշաններ է ավելացնում եւ յուրաքանչյուր անդամում x-ի ցուցիչը կրկնապատկում։ Այժմ ստացվում է շրջանագծի հավասարում, որտեղ յուրաքանչյուր անդամ պարզապես իռացիոնալ թիվ անգամ x-ի ինչ-որ աստիճան է։ Այժմ նույն բանը ներկայացնելու երկու տարբեր եղանակներ ունենք, եւ հենց նման բան է լինում, ապա հրաշք է մոտենում, հրավառություն է սպասվում։ Բայց նա ինչպես է օգտագործում սա պին հաշվելու համար։ Բարեբախտաբար նա նոր էր հորինել մաթանալիզը կամ ինչպես ինքն էր անվանում ֆլուկսիոնների տեսությունը։ Նա հասկանում է, որ եթե այդ կորը ինտեգրենք x-ը 0-ից 1, ապա ստանում ենք այդ կորի տակ եղած մակերեսը, ինչը շրջանի քառորդն է։ Նա գիտեր, որ միավոր շրջանի մակերեսը ճիշտ πr քառակուսի է, միայն թե r-ը հավասար է 1 եւ ստացվում է π։ Իսկ մեզ պետք է 1/4, այսինքն մակերեսը հավասար է π4։ Մյուս կողմում այս գեղեցիկ շարքն է, եւ նա գիտեր, թե ինչպես ինտեգրել x-ի ինչ-որ աստիճանը։ X-ի յուրաքանչյուր աստիճան պարզապես մեծացնում ենք 1-ով եւ բաժանում այդ նոր աստիճանի վրա։ Եվ այժմ ունենք անվերջ շարք, որի անդամները կոտորակներ են, իսկ մնացածը պարզ թվաբանություն է։ Պարզապես տեղադրում ենք x-ը հավասար է 1 եւ կարող ենք կամայական բարձր ճշգրտությամբ հաշվել π։ Բայց Նյուտոնը նույնիսկ ավելի հեռուն է գնում, ավելացնելով մի վերջնական ճշգրտում։ Վատ մաթեմատիկական աշխատությունը տալիս է 0 գաղափար։ Դրանում արված են բաներ, որ բոլորն արդեն գիտեն, բայց զլանում են անել։ Լավ աշխատությունն այն է, որ 1 նոր ցնցող գաղափար է տալիս, իսկ Նյուտոնն այժմ 4 նոր գաղափար ունի եւ ներմուծում է 5-րդը։
Եվ այդ 5-րդ նոր գաղափարն այն է, որ 0-ից մինչև 1 ինտեգրելու փոխարեն ինտեգրում է 0-ից մինչև 1/2։ Երբ ունենք անվերջ շարք, ցանկալի է, որ անդամները հնարավորինս արագ փոքրանան։ Այդպես լավ պատասխան ստանալու համար ստիպված չենք լինի շատ անդամներ հաշվել։ Նյուտոնը նկատում է, որ եթե ինտեգրի ոչ թե 0-ից 1, այլ 0-ից մինչև 1/2, ապա x-ի փոխարեն 1/2 տեղադրելիս x քառակուսու շնորհիվ յուրաքանչյուր անդամ լրացուցիչ գործակից անգամ փոքրանում է, տվյալ դեպքում 4 անգամ։ Բայց եթե ինտեգրում ենք մինչև 1/2, ապա ինչի է հավասար կորի տակի պատկերի մակերեսը։ Դե դա շրջանի այս կտորն է, որը կարելի է տրոհել 30 աստիճան անկյամբ սեկտորի, որի մակերեսը π12 է, գումարած այս ուղղանկյուն եռանկյունը, որի հիմքը 1/2 է, իսկ բարձրությունը արմատ 3-ը բաժանած 2։ Այսպիսով, ինտեգրալը հավասար է այս արտահայտությանը։ Ձևափոխելով, π-ի համար ստանում ենք հետևյալը։ Այժմ եթե հաշվենք ընդամենը առաջին 5 անդամները, ապա կստանանք π-ն հավասար է 3,1, 4, 1, 6, 1։ Սխալանքը ընդամենը 2-ը բաժանած 100,000-ի է։ Իսկ Վան Քյոլենի 4 կվանտիլիոն կողմ ունեցող բազմանկյան հաշվողական հզորությանը հասնելու համար անհրաժեշտ է հաշվել Նյուտոնի շարքի ընդամենը 50 անդամ։ Այն ինչի համար առաջ տարիներ էին պետք, այժմ կարելի էր անել մի քանի օրում։ Այսպիսով այլևս ոչ ոք π-ն գտնելու համար բազմանկյուններ չէր տրոհում։ Եվ ինչու պիտի տրոհեր։ Ստացվում է, որ դու այդքան աշխատում ես, բայց հետո հայտնվում է մեկը ու մի վայրկյանում անցնում քեզ։ Նույն կերպ ասենք ինչ-որ մեկը կռունկ է պատրաստում, իսկ մեկ ուրիշը դեռ պատի վրա աղյուս դնելու համար աստիճանով է բարձրանում։ Բանն այն է, որ տներն այլևս այդպես չեն կառուցվում։ Նոր տեխնոլոգիա ունենք, հո չեք գժվել։ Մենք 100 հարկանի շենք կկառուցենք, իսկ ձեր կառուցած 5 հարկանին կքանդվի։ Դա կարող ենք տեսնել Նյու Յորքում։ Բառացիորեն տեսնում ենք, թե ինչպես է առաջանում տեխնոլոգիան։ Մեկը մյուսի հետևից 5 հարկանի շենքերի շարքեր են, մեկ էլ հանկարծ 20 հարկանի շենք է հայտնվում, հետո 30 հարկանի, հետո 90։ Հարցն այն է, թե ով ունի տեխնոլոգիան։ Ինձ համար սա պատմություն է այն մասին, որ ինչ-որ բան անելու ակնհայտ ձևը միշտ չէ, որ լավագույնն է։ Երբեմն արժե տարբերակներ փորձարկել, դրանք դուրս բերել այն սահմաններից, որոնց մեջ ակնկալում եք, որ պիտի աշխատեն, որովհետև մի փոքր խորաթափանցությունն ու մաթեմատիկան շատ հեռուն կարող են գնալ։